Ժամը 12-ի դրությամբ Երևանում եւ մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց։ Դրանցից 78 ուղեկին անչափահասներ են եղել։ Հայտնում է ոստիկանությունը, հավելելով ավտոմեքենաները երեխաներին վստահելը իրավական հետևանքի առաջացնելու։ Նշենք, որ Հայաստանում այսօր հիմնական եւ ավագ դպրոցներում 61301 շրջանավարտ հրաժեշտ է տալիս դպրոցին։ Մայիսի 20-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ նույն օրվա դրությամբ 8315 անձ նախագահի հրամանով քաղաքացիություն է ստացել։ Ըստ պաշտոնյայի վերջին շրջանում քաղաքացիության համար դիմելու մասով ակտիվություն կա։ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115365 մարդ է բռնի տեղահանվել։ Տավուշի մարզի Մովսես գյուղում գիշերը դարձյալ կրակոցներ են լսվել։ Գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը թերթ-ՀՄ-ի հետ զրույցում վստահեցրել է, բնակիչների շրջանում խուճապ չկա, մարդիկ իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված։ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մեկնել Վատիկան կամ որևէ այլ վայր բանակցությունների համար, փոխարենը ռուսական կողմը կենտրոնացած է Ստամբուլում սկսված տեխնիկական մակարդակի բանակցությունների վրա, հայտնել են Բլումբերգի աղբյուրները։ Վատիկանը որպես բանակցությունների վայր Մոսկվային հարմար չէ նախ անվտանգության նկատառումներից ելնելով, նաև Ռուսաստանը Վատիկանին չեզոք չի համարում հակամարտության մեջ։ Բացի այդ, Իտալիան վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, ինչը ենթադրում է, որ պետք է կալանավորի Պուտինին Հաագայի դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերի հիման վրա։ Մոսկվան նախընտրում է Թուրքիան որպես հարթակ ապագա խաղաղության հուշագրի պայմանները քննարկելու համար։ Վրաստանում ուժի մեջ է մտել Բելարուսի եւ Ռուսաստանի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման արգելքը։ Հաղորդվում է, որ այսպիսով Թբիլիսին կատարում է Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները, մասնավորապես սահմանափակումների 11-րդ փաթեթի պայմանները։ Արգելքը չի տարածվում այլ երկրների քաղաքացիների կողմից ավտոմեքենաների վերարտահանման վրա։ Եվրոպական խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցի շուրջ։ Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է անդամ պետությունների առանձին իրավունքների, այդ թվում Եվրամիության խորհրդում երկրի ներկայացուցչի ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն կապված ընդհանուր արժեքներին հակասող գործողությունների հետ։ Այս հարցը քննարկվում է, քանի որ Բուդապեշտը հնարավորություն ունի արգելափակել Եվրամիության հանգուցային որոշումները, որոնք առաջին հերթին վերաբերում են Ռուսաստանին։ Հայ ռեժիսոր Նատալիա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը Կաննի կինոփառատոնում ոսկե արմավենու ճյուղ է ստացել, գրավելով պատվավոր երրորդ տեղը։ Այն ընտրվել է ներկայացված ավելի քան 2400 ֆիլմերից։ Ֆիլմը հիմնված է Սանկտ Պետերբուրգի ընտանեկան զույգի իրական պատմության վրա։ Ռուսաստանի քաղաքացի զույգը, որը դեմ է Ուկրաինայում պատերազմին, ճամփորդում է Վրաստան։ Փորձությունները սակայն հանգեցնում են զույգի օտարացմանը, որն ի վերջո ավարտվում է բաժանմամբ։